Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք էքստրակցիայի մասին։ Այն օգտագործվում է 4 զանգվածից կամ լուծիչից նյութեր կորզելու համար։ Այսօր մենք կխոսենք հեղուկ համակարգերի էքստրակցիայի մասին։ Պարզ է, որ հեղուկ համակարգերում էքստրակցիա իրականացնելու համար հարկավոր է, որ մեր երկու լուծիչները լինեն չմիախառնվող, իսկ դրանցում լուծված նյութը ունենա տարբեր լուծելիություն այդ լուծիչներում։ Նյութին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեկնաբանության դաշտում տեղադրված հղումից կամ այլ աղբյուրներից։ Տեսանյութն ավելի ակնառու դարձնելու համար մենք օգտվել ենք իրար չմիախառնվող երկու գունավոր լուծույթներից։ Էքստրակցիա իրականացնելու համար անհրաժեշտ է շտատիվ, բաժանիչ ձագար, խցան և բաժակ։ Էքստրակցիոն ձագարը ամրացնում ենք շտատիվին և նրա մեջ լցնում հետազոտվող լուծույթը։ Այնուհետև ավելացնում ենք այն լուծիչը, որի միջոցով ուզում ենք կորզել մեր անհրաժեշտ նյութը սկզբնական լուծույթից։ Այնուհետև խցանով փակում ենք էքստրակցիոն ձագարը և նրա ելքային մասը ուղղում դեպի վեր և դեպի քաշիչ պահարան։ Կարևոր է, որ խցանը ամբողջ ընթացքում պահենք պինդ հրված վիճակում, որպեսզի լուծիչները չթափվեն։ Բաժանիչ ձագարի փականը նույնպես պետք է ամուր սեղմել, լուծիչի արտահոսք չունենալու համար։ Էքստրակցիան սկսելուց առաջ փականը մեկ անգամ բացում ենք, որ քիչ քանակությամբ գոլորշին դուրս գա։ Այնուհետև փակում ենք և մոտ 3-ից 4 անգամ ինտենսիվ թափահարում ենք։ Հետո զգուշությամբ բացում ենք փականը, որպեսզի թափահարումից առաջացած լուծիչի գոլորշիները հեռանան։ Կրկին պետք է ուշադիր լինել, որ թափահարելիս ձեռքով ամուր պահենք խցանը և փականը, որպեսզի լուծույթի արտահոսք չունենանք։ Նույն գործողությունը կրկնում ենք մի քանի անգամ։ Այս ամենից հետո ձագարը նորից ամրացնում ենք շտատիվին և հեռացնում խցանը։ Սպասում ենք մինչև հստակ եզրագծվի հեղուկների բաժանման սահմանը։ Դրանից հետո զգուշությամբ բացում ենք փականը մինչև այն պահը, որ հեղուկների բաժանման սահմանը կհասնի փականին։ Այդ պահին փակում ենք և ստանում երկու բաժանված լուծույթներ, որոնցից մեկում էլ մեզ անհրաժեշտ էքստրակտված նյութն է։ Դե ինչ, այսօր խոսեցինք հեղուկ համակարգերի պարզագույն էքստրակցիայի մասին։ Կհանդիպենք հաջորդ տեսադասերում։